Այս բաժինը կոչվում է «Ինչ կպատասխանեիր» և Տեր Հիսուսի տված հարցերին ենք անդրադառնում։ 15-րդ հարցը, որ առանձնացրել եմ, վերնագիրը այսպես է. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Հիշում ենք այս հարցը, որ Տերը տալիս է Պետրոսին, որ ջրերի վրա քայլելիս վախ եկավ իր մեջ, և Տերը ասում է, որ սա վախը մենք հիմա արդեն պիտի ուշադիր լինենք, որ տարբերակենք, որ վախը դա հավատքի խնդիր է։ Ես գիտեմ շատ հավատացյալներ կան, որ իրենց կյանքում կան վախեր, բայց մինչև մենք հիվանդությունը ճիշտ չախտորոշենք, բուժումը չի կարող գալ։ Վախը հավատքի խնդիր է, և խոսքը այն վախերի մասին չի, որ բնական վախեր են։ Վախը ինչի համար հանդիմանվեց Պետրոսը, որովհետև Տեր Հիսուսը իր կողքին էր, Տեր Հիսուսն էր այնպես արել, որ ինքը կարողացել էր ջրերի վրայով քայլել, բայց մի պահ քամիները, ալիքները, իրական աչքի տեսած անհերքելի վտանգները մոռացնել տվեցին, թե այդ ով է իրեն զորություն տվել, որ ինքը ջրերի վրայով քայլում է։ Եկեք ընթերցենք այս հատվածը Մատթեոս ավետարան 14-րդ գլխում, ինչպես միշտ համատեքստին ծանոթանանք, Մատթեոս 14, 22-32 ընթերցենք։ Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը առանձին աղոթելու, երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա 4-րդ պահին Հիսուսը լճի վրա քայլելով նրանց մոտ եկավ, արդեն պատկերացնում ենք տեսարանը, երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելի, շփոթվեցին և ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք և արդեն դասեր քաղենք։ Այստեղ Տեր Հիսուսը չի հանդիմանում իր աշակերտներին, վախեցան։ Մենք պիտի տարբերենք, որ վախն է, որ հավատքի խնդիր է։ Այստեղ Տեր Հիսուսը չի հանդիմանում, հակառակը, ասում է, Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք», որովհետև այս վախը հասկանալի վախ էր։ Երբ որ օրինակ դուք տեսնեք, չգիտեմ, գազանանոցում առյուծը դուրս է եկել վանդակից ու վազում է դեպի ձեր կողմ, պիտի, չգիտեմ, խնդիրներ ունենաս, որ չվախենաս, լավ։ Սա բնական վախ է։ Երբ որ դու տեսնում ես մի բան, երբ որ տեսնում ես, օրինակ, սարը փլուզվում է եւ այդ սողանքը գալիս է քո կողմ, դու պիտի փախնես այդ տեղից։ Եվ սա բնական վախ է։ Երբ որ տեսնում էին աշակերտները, որ ջրի վրայով ինչ որ մեկը քայլելով գալիս է իրենց մոտ, սա բնական էր, որ վախեցան։ Եվ սա հավատքի խնդիր չէր։ Տարբերակենք սա։ Տեր Հիսուսի արձագանքը։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրերի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց. «Եկ», եւ Պետրոսը նավից իջնելով քայլեց ջրի վրայով եւ Հիսուսի մոտ եկավ։ Պատկերացնում եք։ Ֆիլմի մեջ շատերս այս տեսարանը ֆիլմից ենք պատկերացնում, Պետրոսը գրեթե նավակից չի հեռանում, բայց այստեղ գրված է իջավ նավից իջնելով, այսինքն նավից մի ոտքը հանեց, հետո մյուսը, հետո չգիտեմ ոնց եղավ, որ ինքը կանգնեց ջրի վրա ու սկսեց քայլել։ Նավից իջնելով քայլեց ջրի վրայով եւ Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով, այսինքն այդ քայլելու ընթացքում, ուժեղ հիշում եք, որ քամին ուժեղ քամի էր։ Մի պահ ուշադրությունը շեղվեց։ Օրինակ ասում են, որ այդ լարախաղացները, որ կան լարերի վրայով, որ գնում գալիս են, իրենց կենտրոնացումը այդ լարն է։ Մարդիկ կան,
չգիտեմ, մի քանի 100 մետր կամ 100 մետր պատկերացնում եք, կամ մի քանի տասնյակ մետր բարձրության վրա, ոչ թե լարախաղացներ կան, որ ասենք 3-4 մետր խփում են իրանց այդ գործիքները ու 3-4 մետրի վրայով գնում գալիս են։ Իրականում տարբերություն չկա 3-4 մետրի վրայով ես գնում գալիս, թե 100 մետրի վրայով ես գնում գալիս։ Տարբերությունը լարի մեջ չի, տարբերությունը նրա մեջ է, թե ինչին ես նայում։ Որովհետև մի տեղում 3-4 մետրանոց ինչ-որ գետին է, որ այդ բարձրությունից ընկնես շատ վնասվածքներ չես ունենա, իսկ մյուս տեղում, ասենք 100 մետրանոց բարձրություն է, անդունդի մի ծայրից մյուսը, որ դու քայլես ու հանկարծ տեղից ընկնես, հաստատ կմահանաս։ Իսկ խնդիրը լարի մեջ չի։ Եթե կենտրոնացումը լարն է, դու նույն ճանապարհն ես գնում, եւ այն մարդիկ, որ կարողանում են այդ անդունդի մի ծայրից մյուս ծայրը անցնել, իրենք սովորեցրել են չնայել իրավիճակին։ Պետրոսի հետ մոտավորապես սա տեղի ունեցավ։ Քանի ինքը նայում էր Հիսուսին, ինքը քայլում էր ջրերի վրա, բայց հենց տեղ տվեց, քամին երևի այդ բան լինում է, չէ, քամին էլ է ալիքներով, ոչ միայն ծովի ալիքներն են ալիքներով, քամին էլ, մեկ էլ տեսնում ես ուժեղ քամու ժամանակ մի հատ ավելի ուժեղ ալիք է գալիս քո վրա։ Երևի մի այսպիսի սաստիկ ուժգին ալիք խփեց իր դեմքին եւ ինքը ասեց, իսկ եթե հանկարծ վախ ծնող միտքը։ Այս գիտեմ, որ հիմա քայլում եմ ջրերի վրայով, բա որ հանկարծ այն զորությունը, որ ինձ տվել է Հիսուսը, այս քամու ուժգնությանը չդիմանա։ Հասկանում եք թերահավատության միտքը որն է։ Իսկ մենք մոռանում ենք ով է Հիսուսը։ Մենք մոռանում ենք, որ մենք ջրի վրայով քայլում ենք։ Մենք մտածում ենք, որ լավ, ջրերի օրինակը դնեմ մի կողմ, որպեսզի կիրառելի լինի մեր համատեքստում, լավ։ Դժվարություններով անցել ենք, Տերը մեզ հանել է բազում դժվարություններից, բայց գալիս է մի քիչ ավելի սաստիկը, ու մարդը մտածում է, իսկ եթե հանկարծ Հիսուսը չկարողանա ինձ հանի այստեղից, ու մի անգամից վախը գալիս է քո սրտի մեջ։ Գիտեք, վախը պարալիզացնում է մարդուն։ Վախը ահավոր բան է, տագնապային մտքերը ահավոր բան են, ովքեր որ ապրել են տագնապային մտքերի կապանքում, գիտեն սա ինչ է, ինքը քեզ հիվանդության պես բռնում է, հիվանդություն չկա, օրինակ շատ մարդիկ մահվան վախեր ունեն, մահվան մտքեր ունեն, գնում են ստուգվում են, գումարներ են ծախսում, չգիտեմ, ոտից գլուխ ստուգվում են, բժիշկները ասում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց իրանց միտք է գալիս, բա որ հանկարծ տեսար են մարդը մահացավ, բա որ դու էլ այդ հիվանդությունով հիվանդանաս։ Եվ այս վախերը իրենք գալիս են, այս խոսում եմ հավատացյալ մարդկանց հետ։ Մենք այս հարցին պիտի կարողանանք պատասխանել։ Տերահավատ, ինչու երկմտեցիր։ Երբ որ Պետրոսը սարսափել էր, երբ որ տեսավ, որ ինչ-որ մեկը ջրերի վրայով քայլում է, այս հանդիմանությունը չստացավ։ Բայց երբ որ ինքը քայլում էր եւ իշխանություն ուներ Տիրոջից ջրերի վրայով քայլելու, ու նայեց սաստիկ քամուն, ստացավ այս հանդիմանությունը։ Սակայն սաստիկ քամին տեսնելով 30-րդ խոսքն է, վախեցավ եւ երբ սկսեց սուզվել, աղաղակեց. «Տեր, փրկիր ինձ»։ Այստեղ տեսնում ենք Տեր Հիսուսի ողորմած սիրտը, ինքը որ հանդիմանում է, ինքը այդ հանդիմանությունը դատապարտություն չի։ Այդ հանդիմանությունը սա չի, որ դու ծույլիկ աշակերտ ես, ես քեզ հեռացնում եմ դպրոցից։ Դա չի։ Դու արժանի չես իմ զավակը կոչվելու։ Ջրերի վրայով քայլելուց հետո մարդը ոնց կկասկածի։ Դու այլևս իմ աշակերտը չես։ Չէ, նայեք շարունակությունը։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան։ Իսկույն ձեռքը մեկնեց, եթե քո հավատքը այսօր տկար է, դու չես դադարում իր աշակերտը լինելուց։ Եթե այսօր վախեր է եկել քո կյանք,
Այդ չի նշանակում, որ Աստված քեզ չի սիրում, գուցե հենց այս խոսքը, որ լսում ես, իր սիրո արտահայտությունն է, որին կուզում է քեզ այդտեղից հանի, իսկույն ձեռքը բռնեց, ասեց ես քեզ չեմ թողելու խորտակվես, դու շատ թանկ ես ինձ համար։ Բայց նաև խրատ, թերահավատ, ինչու երկմտեցիր։ Եվ երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Այստեղ էլ դաս կա։ Քամին Պետրոսի խնդիրը բացահայտելու համար էր։ Քամին նրա համար էր, որ Պետրոսը հավատքի բժշկություն ստանա։ Եվ քո կյանքի շատ քամիներ, քո բժշկության համար են։ Դու ուզում ես քամի չլինի, որ դու քայլես ջրերի վրայով։ Տերը ասում է, ես ուզում եմ դու քամու ժամանակ սովորես։ Դու ուզում ես, որ քո կյանքի իրավիճակները կարգավորվեն, Տերը ուզում է, որ դու այդ իրավիճակների մեջ խաղաղությամբ ապրել սովորես։ Եվ հենց իր հետ մտնես նավակը, քամիները դադարելու են։ Բայց Տերը դաս ունի այդտեղ։ Ուզում է քեզ հաղթել սովորացնի։ Ուզում է քեզ իրեն վստահել սովորացնի։ Ուզում է, որ դու չնայես քո կյանքի իրավիճակներին, այլ նայես այն մեկին, ով քեզ զորացնում է այդ իրավիճակների վրայով անցնելու։ Թերահավատ նշանակում է հավատքի խնդիր ունեցող, թերի հավատք։ Տերը ուզում է բժշկի մեր հավատքը, որ մեր հավատքը լինի ամբողջական, ոչ թե թերի։ Եվ երկմտելը, կասկածները, երբ որ մենք տեղ ենք տալիս կասկածներին, գիտեք, կա Աստծո խոսքը, գրված է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, կա Աստծո խոսքը, որ մեր հավատքը պիտի հիմնված լինի իր խոսքի վրա, բայց կան կասկածները, և կա թշնամին, որ գալիս է ու փսփսում է, բա եթե Աստված քեզ սիրում է, բա ինչի է քամի փչում քո կյանքում, բա եթե Աստված քեզ սիրում է, ինչի են ալիքները բարձրանում, կարար չէ ասեր, իհարկե կարար, մենք պիտի լռեցնենք։ Սատանան մոտեցավ Տեր Հիսուսին, ասեց, եթե դու Աստծո որդի ես, սոված ես չէ արդեն 40 օր, ասա թող այս քարերը հաց դառնան, դե կեր ու կշտացի, Աստծո որդին ոնց կարա սոված մնա, ոչ, սոված էլ կուշտել, մենք պիտի Աստծուն չփորձենք, սոված էլ կուշտել, հարուստել, աղքատել, մենք պիտի երկրպագենք միայն Աստծուն, ոչ թե փողը պիտի երկրպագենք, ոչ թե մամոնային պիտի երկրպագենք, գիտեք շատերը ընկնում են այս ծուղակը, նայում են աշխարհին, ախր ես ուզում եմ աշխարհի մեջ հաջողված լինեմ, նայում են փողին, ես ուզում եմ փող ունենամ, նայում են Աստծո գործին, ասում են այդ ամեն ինչը դիր մի կողմ, արի իմ հետևից, երկրորդական բաներ են սրանք ժամանակավոր բաներ են, բոլորն էլ ֆինանսի կարիք ունեն, բայց ֆինանսի հանդեպ սերը գրված է, որ քո կյանքի բոլոր չարիքների արմատն է, արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, ինչ քամիներ են փչում, մեկ-մեկ ուժգնանում են այդ քամիները, գիտեք այսօր չգիտեմ ես թեմայի մեջ խոսամ սրա մասին, թե չէ, բայց շատերը ընկնում են, լավ, չեմ խոսա, բայց կասեմ, որտեղ եմ խոսացել, դասընթաց կա, որ հենց այստեղ անցել ենք ֆինանսական գրագիտությունն Աստվածաշնչում և այնտեղ խոսում եմ հեշտ փողերի ծուղակի մասին, այսօր շատերը մամոնային երկրպագելով ընկնում են այդ հեշտ փողերի ծուղակի մեջ, այսքանը կասեմ, ովքեր կուզեն այնտեղ կկարողանան ավելի մանրամասն խնդրին ծանոթանալ, բայց մեր թեմային չի վերաբերվում, սա մեր թեման թերի հավատք, խնդիրը կասկածներ,
հետևանքը հանդիմանություն, բայց ոչ դատապարտություն։ Գիտեք, Եբրայեցիս թղթում, Եբրայեցիս 12:6-8 խոսքերում գրված է, որ Աստված ում սիրում է, նրան խրատում է։ Ամեն խրատ հենց առաջին հայացքից այդպես վայ ինչ ուրախ եմ, որ Աստված ինձ խրատեց, չէ՞։ Դառնա, բայց հետո երբ որ խրատը սովորում ես, երբ որ խրատը ընդունում ես, դասը սովորում ես, ինքը քաղցր է, որովհետև Աստված ասում է, եթե խորթ լինեիք, ձեզ չէի խրատի։ Եթե խորթ լիներ Պետրոսը, չէր հանդիմանի։ Դրա համար այսօր եթե դու հանդիմանության խոսքը, սա հանդիմանության խոսքա, տերահավատ, ինչու երկմտեցիր։ Ինչու իմ խոսքերի հանդեպ կասկած ընդունեցիր։ Բայց ասում եմ դու իմ հարազատն ես, դրա համար եմ ես դա ասում, որ դու միայն ինձ նայես, որ դու չնայես այդ լարի ներքևում քանի մետր է, դու նայես լարին, կենտրոնանաս իմ խոսքի վրա։ Դժվար է, այո, դժվար է, վտանգավոր է, այո, վտանգավոր է, բայց դու հիշի ով է քո Տերը։ Մահվան մտքեր են գալիս, հիշիր քո կյանքը ում ձեռքերում է։ Իմ կյանքը Քրիստոսի ձեռքերում է։ Որտեղից էս վստահությունը։ Գիտեք, կամ մենք վստահում ենք, կամ մենք տեղ ենք տալիս կասկածներին։ Հավատքը վստահություն է չերևացող Աստծու չերևացող խոստումների նկատմամբ։ Հավատքը վստահություն է, երբ որ մենք դեռ չենք տեսել, աչքի երևույթով չենք շարժվում, այլ հավատքով ասում է Աստծո խոսքը, հավատքը վստահություն է չերևացողի հանդեպ։ Բայց ինչ երբ է սա դրսևորվում։ Ինչպես կարող ենք մենք մեր հավատքը, ոչ թե Պետրոսի հավատքը բոլորս կարողանում ենք քննել, մեր հավատքը երբ ենք քննում, երբ որ մենք ենք վտանգի ու ճգնաժամի մեջ։ Երբ որ կերտվում է մեր բնավորությունն ու համոզմունքը, երբ որ տեսնում ենք մենք Տիրոջից ենք կառչած, թե ինքնաներշնչանքի հավատքի կյանք ենք ապրում։ Ամեն դեպքում հիշեք եւ Տերը անմիջապես ձեռքը մեկնեց ու բռնեց նրան։ Հիմա մեր վստահության աղբյուրը ո՞րն է։ Կրկին ասեմ, ինքնաներշնչանքով չի լինում։ Լինում է Աստծո խոսքով։ Տեր Հիսուսն ասում էր Հովհաննեսի ավետարան 15:14-ը դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Դու գիտես քո վերաբերմունքը Աստծո խոսքի հանդեպ։ Դու ապրում ես ըստ քո պատկերացումների, թե ձգտում ես ապրել ըստ Քրիստոսի ասածների։ Եթե դու ապրում ես ըստ քո պատկերացումների, Քրիստոսի ասածներն էլ տեսակավորում ես, սա ընդունելի է, սա ընդունելի չի։ Դու չես կարող վստահություն ունենալ, որ ինքը քո Տերն է, որտեղ ինքը ասում էր, ինչու եք ինձ Տեր ասում եւ չեք անում այն, ինչ պատվիրում եմ։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Իմ վստահությունը սա է։ Ես գիտեմ, որ ես անթերի չեմ, բայց ես իմ սրտում, իմ ներսում գիտեմ, համոզված եմ, որ ես ձգտում եմ ապրել նրա ասածով։ Սխալվում եմ, այո, սխալվելուց հետո ինչ եմ անում, ապաշխարում եմ, փորձում եմ շտկվել։ Տեր ասում է, դու իմ բարեկամն ես։ Երկրորդը, որ ինձ վստահություն է տալիս, դա հետևյալն է, Սաղմոս 138-րդ Սաղմոսի երկրորդ խոսքում, վերջի մասում գրված է քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։ Տեր ասում էր, անհնար է, որ ես մի բան ասեմ ու չանեմ, ու չկատարվի։ Երկինքն ու երկիրը, որ դուք հիմա տեսնում եք, որ քայլում եք այս երկրի վրա, իրենք կարող է անցնեն, այսինքն դուք այդքան վստահ մի եղեք, որ միշտ քայլելու եք, այս երկիրն էլ մի օր չի լինելու, բայց իմ խոսքը անհնարին է, որ չկատարվի։ Հիմա ես իր բարեկամն եմ, որովհետև հարգում եմ իր խոսքը, եւ ինքն էլ ասում է իմ խոսքը իմ անունից վեր եմ դրել, ասել եմ, գրված Աստված մարդ չի, որ ասի ու չանի։ Եվ այս երկուսը իրար հետ ինձ վստահություն են տալիս։
իմ կյանքը իր ձեռքերում է։ Որ վախի մտքեր են գալիս, ես ինքս ինձ հիշեցնում եմ, ում ձեռքերում է իմ կյանքը։ Անկամ եթե դու դեռ չես կարողանում սա անես, քննիր, դու իր բարեկամն ես ըստ Տեր Հիսուսի սահմանման, թե ոչ։ Քննիր, դու հավատում ես իր խոսքի ճշմարիտ լինելուն, թե ոչ։ Եվ եթե այո, տեղ չտաս կասկածի մտքերին։ Ամեն դեպքում, եթե սուզվես էլ, ինքը բռնելու է քեզ։ Սովորեցնելու է, բայց դու պիտի կարողանաս այս հարցին պատասխանել, եթե սուզվում ես։ Եթե ամեն անգամ մտքի պատերազմում տանուլ ես տալիս, ու վախերին ու տագնապներին տեղ ես տալիս քո կյանքում, Տերը ասում է թերահավատ, դու իմն ես, ես քո սիրտը գիտեմ, դու հավատում ես ինձ, դու ուզում ես իմ խոսքով ապրել, ինչու ես վայ-վույ դնում դեռ չեղած բաների համար, ինչու ես նայում ալիքներին ու քամիներին, անգամ եթե դրանք սաստիկ են, նայիր ինձ և իմ խոսքին ու իմ խոստումներին, ես քեզ ուզում եմ սովորեցնել քայլել կյանքի դժվարությունների վրայով, այլ ոչ թե սուզվել դրանց մեջ։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 30-ից 33 խոսքերը։ Եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագնվում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք, ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք, ինչ կարիք ունես դու, Հայրը գիտի քո կարիքը։ Այստեղ ուտելու ու հագնվելու մասին էր խոսքը, բայց Աստված գիտի մեր բոլոր կարիքները։ Եթե աղոթում ես ու դեռ չունես աղոթքիդ պատասխան, մի մտահոգվի, մի կասկածների տեղ տուր։ Շատերը ասում են Աստված ինձ մոռացել է, Աստված քեզ չի մոռացել։ Գիտեք ինչ է գրված, ասում է եթե, այսպիսի բան շատ հազվադեպ է լինում, բայց եթե անգամ մայրը իր նորածին երեխային մոռանա, ես քեզ չեմ մոռանա, չեմ լքի։ Աստված այդպիսին չի, որ քեզ մոռանա։ Ուղղակի քեզ ուզում է ինչ-որ բան սովորեցնի, հաղթել է ուզում սովորեցնի։ Եվ գիտեք ինչ է գրված, ասում է դուք նախ Աստծո արքայությունը, նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ձեզ կտրվի ավելիով ավելի, քան դու խնդրում ես։ Եթե դու քո կյանքում իր արքայությունը ինչ է։ Իր արքայությունը երբ է ինքը արքա մեր կյանքում։ Երբ որ մենք իրան հնազանդ ենք, իր արքայությունը եւ իր արդարությունը փնտրեք։ Դուք, Տեր Հիսուս ասում էր, իմ լուծը ձեր վրա վերցրեք, իմ հոգսերը դարձրեք ձեր հոգսերը, իմ լուծը թեթև է, քաղցր է։ Դուք սրա մասին մտահոգվեք։ Ես իմ մշակների մասին հոգ տանել գիտեմ։ Դուք մարդկանց փրկությունը դարձրեք ձեր ամենամեծ հոգսը։ Եվ մնացածը ինքը գիտի, որ դու սնունդի կարիք ունես, չի նշանակում, որ ծույլերին օրհնելու է, չէ։ Աշխատելու ես ու օրհնվելու ես քո աշխատանքի մեջ։ Հետո դրա մյուս ծայրահեղությունը կա։ Ես ուզում եմ չաշխատեմ, դուրս գամ ավետարանը։ Եթե սրա հիմքը ծուլությունն է, Պողոս առաքյալը աշխատում էր եւ ավետարանում էր։ Եվ մենք շատերս գիտենք դա ինչ է նշանակում։ Եվ փառք Աստծուն այդ ժամանակների համար, երբ որ Աստված մեզանից ծուլությունը վիրահատում է ու հեռացնում է։ Բայց եթե մենք նախ իր արքայությունն ու արդարությունը փնտրենք, մենք վստահ ենք լինելու, որ իր խոսքը չի անցնի, այդ ամենը, որ մենք կարիք ունենք, ավելիով է տալու։ Ոչ թե մեր ցանկությունները, սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Ես չգիտեմ, ճոխություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որպես քո զավակ, բոլորը նայեն, թե ինչ մեքենա եմ ես վարում ու հիանամ։ Զգուշացեք այդ բարգավաճման ավետարանի մոլորություններից։
Աստծու զավակը պիտի աշխարհից լավ հագնվի։ Որտեղ է գրած։ Դա տրամաբանություն է, ոչ թե Աստծու խոսք։ Աստծու զավակը պիտի պարկեշտ հագնվի։ Սրա մասին այո եւ ամեն։ Բայց որ պիտի աշխարհից լավ, աշխարհի մարդկանցից լավ տուն ու մեքենա ունենա ու հեռախոս ու չգիտեմ ժամացույց, որ նայեն ասեն, այս իսկական հավատացյալը, ասենք բանկային հաշվի կամ գրպանի գումարը հանի sense թափտաս, իսկական հավատացյալը այս sense-ա լինում օրհնված, փախեք այդպիսի մարդկանցից։ Սա մոլորություն է։ Վստահությունը գալիս է մտերմությունից։ Այս աշխարհը ապրում է անգամ ամենահարուստները առանց Հիսուսի դատարկությունը, առանց Հիսուսի վախը։ Բայց դուք, որ Հիսուսին ընդունել եք ձեր կյանքում, վախը տեղ չպիտի ունենա այստեղ։ Քո կյանքը Հիսուսի ձեռքերի մեջ է։ Եթե կա իր հետ մտերմությունը, իր հետ բարեկամությունը, եւ եթե դու հավատում ես իր խոսքին, սատանան քեզ չի կարա վնասի։ Ոչ մի պարագայում։ Եվ եթե անգամ Աստված թույլ էլ տա, ինչ որ բաներ, օրինակ Պողոսի պարագայում գրված է, որ 3 անգամ աղաչեցի եւ նա ասաց, պատկերացնում եք, Պետրոսը ջրերի վրայով քայլում էր, Պողոսն էլ ջրերի վրայով քայլում էր ու քամին սաստկանում էր իր կյանքում, բայց սա ուրիշ ջրեր էր։ Ասում եմ մի ցավ կար իմ մեջ, ոնց որ սատանայի հրեշտակը ինձ բռնցքահարեր, 3 անգամ աղաչեցի, ասեցի, նենց արա այս քամին դադարի։ Տերը ինձ պատասխանեց. իմ շնորհքը քեզ բավարար է, ես քեզ սովորեցնում եմ քամու ժամանակ, ալիքների ժամանակ հաղթական քայլել ջրերի վրայով։ Ասեք Պողոսը ջրերի վրայով չի քայլել, բայց հասկացեք ինչի նկատի ունեմ։ Եվ այս ամենի ժամանակ, երբ որ դու հասկանում ես, որ քո կյանքը Տիրոջ ձեռքերի մեջ է, ասում ես այո եւ ամեն, եթե դու ես այդպես որոշել, ես հավատում եմ քո խոսքին, որ քո կամքը միշտ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Ես ուզում եմ այսպես, իմ կարծիքով այսպես ճիշտ կլինի, բայց եթե դու որոշել ես, որ ես այսպես գնամ, պատկերացրեք Հոբը։ Ենթադրենք Աստված այս գրած չի։ Գալիս է ասում Հոբ, այս ամեն ինչը որ քո հետ կատարվեց նրա համար, որ քեզանից հետո միլիոնավոր հավատացյալներ կարդան քո պատմությունը ու իրենց դժվարությունների մեջ քաջալերվեն։ Միակն ես դու։ Ես նայեցի ամբողջ մարդկությանը ու միակն ես, որ կկարողանայր այս ամենով անցնել եւ մյուս հավատացյալների համար օրինակ լինել եւ ես ընտրեցի քեզ, որպիսի քո տառապանքների մեջ քո հավատարմությունից այն մնացածը օրինակ սովորեն։ Ես չթեթևացրի քո կյանքի քամիները, ես ուժ գնացրի դրանց, բայց քեզ նաեւ շնորհք տվեցի, որ մինչեւ վերջ հաղթական քայլես քո ջրերի վրայով։ Եվ դու թեև հարցեր ունեիր, բայց հավատքդ պահեցիր, անգամ ընկերների սխալ խորհրդի պարագայում, անգամ կնոջդ սխալ խորհրդի պարագայում դու քո հավատքը պահեցիր եւ հիմա քո պատմությունը միլիոնավոր մարդկանց քաջալերանքա լինելու եւ Աստվածաշնչի մեջ գրված է սովորեք Հոբից համբերություն։ Գիտեք, երբ որ մենք դժվարություններով ենք անցնում եւ աղոթում ենք, որ այդ դժվարությունները հեռանան, բայց դեռ չեն հեռանում, իմացեք, որ մարդկանց համար մենք օրինակ ենք, որ սաստիկ քամիների ժամանակ նայենք միայն Տեր Հիսուսին եւ շատերը մեր հավատքով քաջալերվեն։ Մենք Հոբի տառապանքով չենք կարող անցնենք։ Ես կարծում եմ սա մի օրինակ էր, որը էլ երբեք չի կրկնվի, բայց ամեն մեկս մեր ընթացքում ունենք։ Բայց հենց սուզվում ես, հիշիր սա Աստված իր ձեռքը մեկնում է ու քեզ բռնում է։ Անկամ եթե հավատքդ չի հերիքում, ես չեմ թողելու, որ դու սուզվես։ Երկար ստացվեց այսօր, բայց սրտից սեր եւ կարծում եմ քաջալերանք էր եւ կարծում եմ մենք պիտի աշխատենք մեր թերահավատության վրա, որ տեղ չտանք կասկածի մտքերին եւ տեղ չտանք
վախի մտքերին եւ տեղ չլինի մեր կյանքում տագնապի ու չգիտեմ դեպրեսիայի ու սթրեսների համար, որովհետեւ մենք Տեր ունենք, որ դաշտի խոտին խնամքա տանում, հոգա տանում, Էլուր մնաց մեզ, որ իրեն ընդունել ենք, իր բարեկամներն ենք ու իր զավակները։ Եկեք կանգնենք ու գոհանանք Տիրոջից։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո այս հրաշալի խոսքերի համար եւ այս դասերի համար, որ քո հարցերի միջոցով փոխանցում ես քո ժողովրդին, Տեր։ Շնորհակալ ենք եւ ուզում ենք, որ զորացնես ամեն մի տկարացածի, ամեն մի թերահավատի եւ մեզանից յուրաքանչյուրին զորացնես, որովհետեւ մենք բոլորս Տեր չենք կարող կանգնել ու ասել մեր հավատքը կատարյալը, մենք պատրաստ ենք ջրերի վրայով քայլել։ Տեր, մենք բոլորս ունենք քո զորացման խնդիրը եւ այս հանդիմանությունը ես ինձ եմ ընդունում, որ շատ ժամանակ երբ որ քամիներս աստկանում են, ես էլ Պետրոսի նման սուզվում եմ, Տեր, բայց քո ձեռքը ինձ բռնում է եւ ինձ երբեք չի թողել։ Եվ շնորհակալ եմ, Տեր, բայց մեր աղոթքն ու խնդրանքն է, որ զորացնես մեր հավատքը։ Զորացնես մեր հավատքը, Տեր, որ երբեք ու երբեք ոչ մի կասկածի միտք, ոչ մի սաստիկ քամի, ոչ մի ալեկոծվող ծով չկարողանա մեր հայացքը կտրել քեզնից, որ մեր զորության աղբյուրն ես, մեր օրհնության աղբյուրն ես, մեր ապահովության, մեր անվտանգության աղբյուրն ես, Տեր, եւ մեր փրկության աղբյուրն ես։ Մենք երկրպագում ու պաշտում ենք քեզ եւ գիտենք, որ մեր կյանքը քո ձեռքերում է։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք